Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Մեկ դար, մեկ տասնամյակ եւ մեկ տարի անց հայոց ցեղասպանության խնդիրը շարունակում է մնալ արդիական, միջազգայինորեն դեռևս չճանաչված, իսկ ոչռագործները պատժված չեն։ Թեմայի վերաբերյալ այսօր զրուցելու ենք իրավաբան Վարդգի Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Սարգսյան, ինչպես է սահմանվում ցեղասպանությունը կոնվենցիաներով, ՄԱԿ-ով եւ որքանով էին համապատասխանում հայոց ողբերգական իրականությանը։ Ժամանակակից միջազգային իրավունքում ըստ էության ցեղասպանություն հասկացությունը իր սահմանումն է գտել ՄԱԿ-ի շրջանակներում ընդունած իրավական ակտերով, մասնավորապես այն սահմանված է ցեղասպանության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայով։ Դասագրքային առումով նշված հանցագործության սահմանումը հետեւյալն է. կրոնական, ցեղական, ազգային կամ էթնիկական որևէ խմբի որպես այդպիսին ոչնչացման նպատակով նշված խմբի անդամների սպանությունն է, այդ խմբի անդամների կամ դրա մի մասի, այդ խմբի մի մասի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը էական վնաս պատճառելն է, նշված խմբերում ծնելիության կանխարգելմանը ուղղված միջոցառումների իրականացումն է, նշված խմբի անդամների համար դիտավորյալ կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք ուղղված են տվյալ խմբին կամ դրանց մի մասի ոչնչացմանը եւ վերջին հատկանիշը ըստ էության օբյեկտիվ կողմի այդ խմբի անդամների երեխաներին բռնությամբ եւ դիտավորությամբ մեկ այլ խումբ փոխանցելն է։ Սա դասագրքային սահմանումն է։ Եթե ավելի պարզ խոսենք, ցեղասպանության հասկացության բնորոշումը հետեւյալն է՝ դիտավորությամբ որոշակի խմբի ոչնչացումն է եւ դա կարող է դրսեւորվել տարբեր գործողությունների ձևով, ինչպես արդեն իսկ նշեցի կոնվենցիայում սահմանված հատկանիշները, սակայն կոնկրետ նպատակը եւ պետք է ունենա ցանկացած հանցագործություն ազգային, էթնիկական, կրոնական կամ ցեղային որևէ խմբի որոշակի կամ ամբողջությամբ ոչնչացնելու նպատակը, սա է միջազգային իրավական ամենակարևոր փաստաթղթում ցեղասպանության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայում սահմանված հասկացությունը։ Եթե տեսականորեն մենք համեմատում ենք այս հանցագործության հատկանիշները հայոց ցեղասպանության հետ, ինչու տեսականորեն, որովհետև հայոց ցեղասպանության ժամանակ դեռևս ընդունված չի եղել այս կոնվենցիան, ապա տարածիորեն հայոց ցեղասպանությունը համընկնում է ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայով սահմանված ցեղասպանության բոլոր հատկանիշներին։ Այն ծրագրված, կազմակերպված ցեղասպանություն է եղել, ուղղված է եղել կոնկրետ հայերի նկատմամբ եւ ամենակարևոր հատկանիշը այս հանցագործության եղել է դիտավորությունը հայերի ոչնչացումը, որի վերաբերյալ կան բազմաթիվ ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ։ Ուստի, եթե ամփոփենք, կարող ենք արձանագրել, որ հայոց ցեղասպանությունը նույնիսկ ներկայումս, երբ որ ցեղասպանության մասին կոնվենցիան ունի բազմաթիվ թերություններ, որոնք միջազգային իրավունքում ես վստահ եմ հետագա տարիների ընթացքում կգտնեն իրենց շտկումը հաշվի առնելով նաև ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները, ապա նույնիսկ ներկայումս ընդունված եւ սահմանված ցեղասպանության հասկացության համատեքստում հայոց ցեղասպանությունը, որը իրականացվել է թուրքերի կողմից, տարածիորեն համընկնում է ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայով սահմանված հասկացությանը։ Տիկին Սարգսյան, ինքներդ նշեցիք պատմական փաստի մասին, մենք ունենք բազմաթիվ վկայություններ, մենք ունենք ժառանգների խոսքեր, վերապրածների պատմություններ, դրանք որքանով են նպաստում իրավական առումով ցեղասպանության ճանաչմանը եւ կանխարգելման կոնվենցիայով, ինչ կարող է ստանալ Հայաստանը։ Տեսեք, վերապրածների վկայությունը, դրանք, ես կասեի, իհարկե դրանք առաջնային աղբյուրներ հանդիսանում են, սակայն մինչև վերապրածների վկայություններին մենք անդրադառնանք, առաջնային աղբյուրները ինձ համար որպես մասնագետի, դրանք Թուրքիայում պահվող եւ թուրքական արխիվներում գտնվող փաստաթղթերն են, որոնք հենց անմիջականորեն վկայում են Օսմանյան պետության կողմից կազմակերպված հանցագործության մասին։ Այդպիսի արխիվների մի մասը գաղտնաձեռնվել է, մյուս մասը հատուկ խումբ է ստեղծվել, որոնք որ ոչնչացրել են, հենց պետականորեն այդ խումբը ստեղծվել է արխիվներում ոչնչացնելու այդ փաստաթղթերը, որոնցով որ հրահանգվել են
տարբեր այդ ժամանակվա երիտթուրքական կառավարության կողմից, բանակի կողմից, ներքին գործերի նախարարության կողմից հրահանգներ են եղել, Թալյատ Փաշայի հրագրերն են եղել, որոնք որ պահպանվել են, ինչպես նշեցի, արխիվներում։ Այս փաստաթղթերը առաջնային նշանակություն ունեն աղբյուրագիտական տեսանկյունից, որոնք եւ հավաստում են այն հանգամանքը, որ տեղի է ունեցել հայոց ցեղասպանությունը, եւ եթե մենք պատմաիրավական տեսանկյունից նայենք, այս հարցին, ապա այս փաստաթղթերը միայն արխիվային փաստաթղթեր են, որոնց ոչ վերապրածների վկայությունները բավական են հաստատելու այն հանգամանքը, որ Օսմանյան պետության կողմից ծրագրված եւ իրականացված հանցագործություն է տեղի ունեցել եւ դա տեղի է ունեցել հենց կոնկրետ հայերի նկատմամբ։ Այս փաստաթղթերի առումով, որպես ապացուցողական նշանակություն, անգնահատելի են դրանք։ Երկրորդ խումբ փաստաթղթերը մի կողմ թողնենք դեռևս վերապրածների վկայությունները, որոնք որ օրինակ Թուրքիայի կողմից որպես հակափաստարկներ կարող են բերվել, որ դրանք սուբյեկտիվ ընկալումներն են կամ դրանք բացառապես հայերի կողմից որպես վերապրածների ապացույցներ են, Երկրորդ կարևորագույն փաստաթղթերը այդ ժամանակ ցեղասպանության տարիներին Օսմանյան պետության տարածքում գտնվող դիվանագիտական տարբեր ներկայացուցչությունների զեկուցագրերն են եղել ուղղված իրենց պետություններին, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում Օսմանյան պետության տարածքում հայերի նկատմամբ։ Անգնահատելի են այդ ժամանակվա ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի զեկուցագրերը, հետագայում նրա հուշերը ուղղված ԱՄՆ-ի կառավարությանը, որոնք որ հենց փաստում են իրենց զեկուցագրերում, որ հայերի նկատմամբ տեղի ունենում անասելի կոտորածներ։ Մյուս կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունեցող փաստաթղթերը, որոնք իրավական առումով մաքուր ապացույցներ են, դրանք Վատիկանի աղբյուրներում գտնվող փաստաթղթերն են։ Մենք ինչպես գիտենք, Հռոմի Պապի ներկայացուցիչները տարբեր երկրներում ունեին անարգել հնարավորություններ տարբեր իրավիճակներին ծանոթանալու, տարբեր փաստաթղթերի հետ առնչություն ունենալու, եւ այս անձիկ էլ Հռոմի Պապի ներկայացուցիչները այդ ժամանակվա հավաքագրել են իրենց բոլոր տեղեկությունները, իրենց վկայությունները եւ ներկայացրել են արդեն Վատիկանին։ Վատիկանի արխիվները նույնպես ունեն անգնահատելի նշանակություն։ Բացի այդ, հիմնականում կոտորածները, որոնք տեղի են ունեցել ցեղասպանության տարիներին, ստացվել է այնպես, որ ամբողջ Օսմանյան պետության տարածքում են տեղի ունեցել եւ բնականաբար Օսմանյան պետության տարածքում շատ են եղել նաեւ անգլո-գերմանական, ավստրո-գերմանական տարբեր ներկայացուցչություններ եւ այդ դեսպանատան տների տարածքում կամ հյուպատոսական տների տարածքում տեղի ունեցած հանցագործությունները հենց փաստաթղթավորվել են այդ երկրների ներկայացուցիչների կողմից եւ ապա նոր, եթե մենք վերցնում ենք մեր ականատես վերապրողների հիշողությունները, ընդհանրապես համադրելով այս փաստաթղթերի հետ, որոնք կան, ընդհանրության մեջ վերցված տառացիորեն անխոչնդոտ հիմնավորվում է այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է եւ ոչ թե օրինակ այսօր Էրդողանը իր ելույթում, երբ որ Պոլսի պատրիարքարանին ցավակցական հերագիր էր հղել, նշել էր, որ դա տեղի է ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմական հանցագործություն, եթե նույնիսկ բնորոշենք դա եղել է պատերազմական հանցագործությունների շրջանակում կատարված ինչ որ գործողություններ կամ պատերազմի արդյունքում ստացված հետևանքներ ծանր, սակայն համար Օսմանյան կայսրությունը իր ոճրագործների համար որոշակի պատիժ էր սահմանել։ Այո, մենք Թալյաթին, որ փախել էր Գերմանիա։ Միանշանակ հենց Օսմանյան պետության տարածքում ցեղասպանությունից հետո, երբ որ արդեն 15 թվականին դաշնակից պետությունների հայտարարությունը տեղի ունեցավ, չէ, Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի եւ Օսմանյան պետության ղեկավարների կողմից կատարած հանցագործությունը նրանք կոչեցին մարդկության դեմ ուղղված հանցագործություն, հենց այդ որոշակի ժամանակ հետո սկսվեց արդեն այդ ցեղասպանությունը կազմակերպած անձանց պատասխանատվության ենթարկելու դատավարությունները, այսինքն Թուրքիան անուղղակիորեն ինքը հաստատել է դեռևս 15 թվականից սկսած ցեղասպանությունից հետո սկսված դատավարություններով, որ պետության ղեկավար կազմի կողմից կազմակերպված եւ ծրագրված հանցագործություն է իրականացվել հայերի նկատմամբ։ Այսօր վիճարկելու որևէ բան չկա, մենք չունենք վիճարկելու որևէ բան, որովհետեւ այդ փաստերը այնքան ակնհայտ են եւ այդ մասին գիտեն Թուրքիայի ներկայիս կառավարողներն են։ Ուստի այդ ականատես վերապրողների վկայությունները, որոնք որ կարևոր էական նշանակություն ունեն, սակայն դրանից բացի բազմաթիվ ապացույցներ մենք ունենք այսօր, որոնք որ փաստաթղթավորված են եւ կան, եւ դրանց մեծ մասը այսօր գաղտնազերծված է։ Թուրքիան ամեն դեպքում չի ընդունում եւ մոտ ապագայում ցեղասպանության փաստի իր կողմից ընդունելը այնքան էլ իրատեսական համարել չենք կարող։ Հաշվի առնելով նաեւ քաղաքական
խնդիրները, որոնք առկա են այս պահին։ Իրավական առումով մենք կարող ենք այս փաստերի հիման վրա միջազգային դատարաններում դիմել, փորձել ճանաչման գործընթացի գնալ կամ դատարանների կողմից ինչ հնարավորություններ ունի Հայաստանը։ Հայաստանը ունի հնարավորություններ միանշանակ տարբեր միջազգային ատյաններում բարձրացնելու այս հարցը, հայցեր ներկայացնելու Թուրքիայի դեմ։ Տարբեր դատարաններ գոյություն ունեն, մի է դա միջազգային քրեական դատարանը, ընդհանցակարգային առումով դրանք տարբեր են եւ ըստ էության հենց տարբեր ընդհանցակարգերով պետք է դիմել այդ դատարաններ, սակայն տեսեք, ճանաչումը որպես այդպիսի տեղի է ունենում տարբեր պետությունների կողմից, միջկառավարական կազմակերպությունների կողմից կամ միջազգային կազմակերպությունների կողմից։ Իրավական առումով ցեղասպանության ճանաչում մենք չենք կարող ունենալ։ Իրավական առումով մենք կարող ենք հասնել նրան, որ հաստատվի որևէ միջազգային ատյանի կողմից, որ տեղի ունեցել հայրի նկատմամբ ցեղասպանություն, եւ Թուրքիան որպես պետություն պատասխանատվություն կրի դրա համար։ Սակայն ցավալիորեն այսօր միջազգային գործիքակազմը այն աստիճան չի զարգացած, որպեսզի մենք դատարաններով կարողանանք հասնել Թուրքիայի պատասխանատվության ենթարկելու գործընթացին, սակայն դա խոչընդոտ չէ, որպեսզի մենք Թուրքիայի դեմ տարբեր հայցեր ներկայացնենք նյութական փոխհատուցման առումով, այսինքն միջազգային դատական պրակտիկա նույնպես ունենք, երբ ցեղասպանվածները կամ նրանց իրավահաջորդները, այսինքն տուժողի ներկայացուցիչները կարողանում են ներկայացնել հայցեր եւ ստանալ նյութական փոխհատուցում կամ գույքային վնասների փոխհատուցում։ Այս առումով մենք չունենք որևէ կաշկանդվածություն, մենք միանշանակ կարող ենք դա իրականացնել, սակայն ես ուզում եմ մի հանգամանքի անդրադառնալ իրավական առումով պետության պատասխանատվության գործիքակազմ, ինչպես նշեցի, արդեն չկա։ Եթե նույնիսկ մենք մի օր հասնենք նրան, որ իրավական պատասխանատվության ենթարկենք Թուրքիային որպես Օսմանյան պետության իրավահաջորդի, մենք խնդիր ենք ունենալու քաղաքական առումով, որովհետև ցեղասպանության ճանաչումը եւ առհասարակ հայկական հարցի լուծումը ոչ միայն իրավական հիմքեր են անհրաժեշտ դրան, այլ նաեւ քաղաքական բարենպաստ պայմաններ, որպիսի միջազգային հանրության կամ միջազգային գերտերությունների կամ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից Թուրքիային ճնշելու հետևանքով մենք կարողանանք հասնել ամբողջական հաղթանակի, այսինքն մեր վերջնական պահանջը բացի նրանից, որ Թուրքիան ընդունի, ներողություն խնդրի, գիտակցի իր սխալները եւ փոխհատուցում տա, մենք ունենանք նաեւ մեր տարածքների վերադարձը։ Սա համարիր գործընթաց է եւ ըստ էության, եթե մենք ուսումնասիրենք միջազգային պրակտիկան, մենք չենք կարող հանդիպել մի իրավիճակի, երբ նման խնդիր լինի, այսինքն տարածքների վերադարձ լինի։ Մենք ունեցել ենք տարբեր հոլոկոստի խնդիրները, ունեցել ենք օրինակ Գերմանիայի կողմից տարբեր գաղութային ժամանակահատվածներում, տարբեր ցեղախմբերի էլի ցեղասպանություններ ունեցել ենք, նաև Սերբիայի կողմից ցեղասպանության հետ կապված որոշակի հիմնախնդիրներ, որոնք կամ դատարաններով կամ Գերմանիան լինելով քաղաքակիրթ պետություն ինքը իր կողմից հենց ընդունել է առանց որևէ միջազգային ճնշումների, բարձրացվել է այդ խնդիրը եւ բացառապես փոխհատուցման խնդիր է եղել նյութական առումով, այսինքն գումարի տրամադրում, գույքի տրամադրում կամ որոշ իրավունքների տրամադրում, Մեր պարագայում խնդիրը բացարձակ այլ է, քանի որ մեր ցեղասպանության հետևանքով մեզ մեր հայրենիքից են զրկել։ Եթե տեղի չունենար ցեղասպանությունը, մենք մեր հայրենիքում կլինեինք եւ այլ խնդիրներ կառաջանային։ Նյութական վնասի փոխհատուցման պահանջներ կծագեին այդ ժամանակ, եթե պատերազմի հետևանքով մենք վնասներ զուտ կրած լինեինք, այլ ոչ թե տեղի ունեցածը ցեղասպանություն լինել։ Այս առումով ունենք խնդիրներ, բայց իրավական եւ քաղաքական գործընթացները ես կարծում եմ, որ պարտադիր կերպով պետք է փոխլրացնեն միմյանց։ Միայն իրավական գործընթացը դա ցեղասպանության ճանաչմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ առհասարակ մեր տարածքների վերադարձի կամ փոխհատուցման հասնելու ես գտնում եմ, որ շատ քիչ է, դրան պետք է պարտադիր կերպով լրացնի քաղաքական եւ դիվանագիտական արդեն գործընթացները։ Այս պայմաններում իհարկե հնարավոր է նաեւ հայ դատի հաղթական ավարտը, ես վստահ եմ, որ մենք մի օր ունենալու ենք դա։ Շնորհակալություն բովանդակալից պատասխանի համար, Տիկին Սարգսյան, իսկ եթե ամեն դեպքում պետք է ընդունենք, որ Ռուսաստանը որպես գերտերություն, ԱՄՆ-ն որպես գերտերություն ճանաչել են, ընդունել են հայոց ցեղասպանության փաստը, որքանով է կարևոր այս պետությունների ճանաչումը եւ սա ինչպես կարելի է շահարկել իրավական մակարդակում։ Նախ նշենք, որ որքան էլ մենք նշում ենք, որ տարբեր պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, 30-ից ավել պետություններ են, դրանք շատ քիչ են։
աշխարհի 250-ից ավել պետությունների եթե շրջանակում ենք մենք նայում, մենք պետք է նաև ընդունենք, թե ինչ խնդիրներ ունենք այսօր։ Միայն պետությունների կողմից խորհրդարանական մակարդակով կամ կառավարության ղեկավարների մակարդակով Հայոց ցեղասպանության մասին խոսելը, ճանաչելը կամ դատապարտելը որևիցե իրավական հետևանք Թուրքիայի համար չեն ունենում։ Այսինքն որպես այդպիսին այդ հայտարարությունները քաղաքական առումով կամ դիվանագիտական առումով որոշակի մթնոլորտ գուցե փոխում են Թուրքիայի համար։ Թուրքիան ավելի խոցելի է դառնում, որովհետև միջազգային հարաբերություններում շատ ճնշումներ են լինում Հայոց ցեղասպանության հետ կապված Թուրքիայի նկատմամբ, այս առումով հնարավոր է ինչ-որ գործընթացներ, բայց թե դա ինչ է տալիս հայրին, մեծ հաշվով իրավական տեսանկյունից ոչինչ չի տալիս։ Եթե պարզ խոսենք դասագրքային առումով, մենք ոչ մի, այսինքն առավելություն, որ Թուրքիան որևէ պետության կողմից կամ որևէ գերտերության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվելուց հետո որ մեզ որևէ ձևով կարող է զիջել ինչ-որ բան, մենք չենք հասնելու երբեք դրան։ Սա այս մասով, բայց ցեղասպանությունների ճանաչումը, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը, նախ ամենակարևորը, որ փորձ է դա քայլ է հետագայում այլ ցեղասպանությունները կանխարգելելու համար եւ բացի դա դրանք դիվանագիտական լծակներ են եւ կարևոր հիմքեր են ստեղծում հետագայում Թուրքիային պատասխանատվության կանչելու գործում, այսինքն եթե աշխարհը ճանաչում է, որ մենք ցեղասպանության ենթարկված պետություն ենք, օրինակ Գերմանիան, տեսեք, Թուրքիան չի ընդունում իր մեղավորությունը ցեղասպանություն հայերի նկատմամբ իրականացնելու համար, բայց Գերմանիայի տարբեր պաշտոնյաներ եկել են ժամանակին այն հայտարարությամբ, որ իրենք եւ ներողություն են խնդրել հայերից, որ իրենք անուղղակի ձևով թեկուզ մասնակցություն են ունեցել թուրքերի կողմից հայոց ցեղասպանության իրականացման համար, այսինքն Գերմանիայի ընդունելը, որ իրենք թեկուզ անուղղակի մասնակցություն են ունեցել, որ թուրքերը մեզ ցեղասպանել են, դա արդեն մեծ բան է։ Այս պետությունների ճանաչումը շատ կարևոր է մեզ համար նախ առաջին որպես պետություն, որպես ազգ, որպեսզի մենք կարողանանք վերջնականապես հետագա տարիների ընթացքում մեր աշխատանքով հասնենք ցեղասպանության ճանաչմանը եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն։ Ուստի պետությունների ճանաչումը չի կարող լինել երկրորդական, ճիշտ է, իրավական առումով այն որևէ հետևանք չի ունենում, բայց ընդհանուր գործընթացի մեջ միջազգային ճանաչման առումով էական նշանակություն ունի, այսինքն առանց աշխարհի տարբեր պետությունների ճանաչման մենք չենք կարող հասնել հայկական հարցի վերջնական լուծմանը։ Իսկ ժողովրդականությունը քրեականացնելը ինչ կարող է, ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ։ Քրեականացնելը ժողովրդականության առումով միանշանակ կարող է ունենալ նշանակություն, որովհետև մարդիկ, ովքեր որ գիտակցում են, որ նման ծանր հանցագործությունը ժխտելով կենթարկվեն պատասխանատվության, նախ այդ մարդիկ ավելի խորքային փորձում են հասկանալ, թե կատարված իրադարձությունները դրանք ինչպիսի իրադարձություններ են, որոնք որ քրեականացվել են առաջին, երկրորդ ցեղասպանությունների նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, այսինքն մարդիկ ընկալում են դա որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն, ոչ թե միայն դա որպես բառ արտաբերել եւ գիտակցել, որ դա վատ բան է, երրորդ ցեղասպանությունների ժխտողական քաղաքականության քրեականացումը հանգեցնում է նրան, որ Թուրքիան է ունենում որոշակի կաշկանդվածություն եւ Թուրքիայի քաղաքացիները հետեւաբար կամ ազգությամբ թուրքերը, որոնք որ պատե ու անպատե առիթով հրաժարվում են հայոց ցեղասպանության ճանաչումից եւ տարբեր երկրներում նրանց լոբիստական աշխատանքները հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված արդեն որոշակի փակուղիներ են մտնում։ Ճիշտ է, սա կարող ենք ասել նաեւ որպես այդպիսին էական մեծ ազդեցություն չի ունենում, բայց գործիքակազմի տեսանկյունից համանման մանր փոքր քայլերը եւս հետագայում կարող են մեծ ազդեցություն ունենալ հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հենց Թուրքիայի կողմից։ Ուստի այս առումով ասել, որ սա կարող է միայն ժխտողական քաղաքականության քրեականացումը կարող է էական նշանակություն ունենալ ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, ոչ, սակայն որպես նպաստող գործոն, այո, մենք կարող ենք այն դիտարկել, չնայած աշխարհում այնպես չէ, որ շատ երկրներ կան, որ քրեականացված է ժխտողական քաղաքականությունը, ուստի այս առումով դեռ շատ անելիքներ կան նաև տարբեր երկրների օրենսդրական հարթակներում այս հարցը բարձրացնելու հետ կապված։ Ժխտողականությունը քրեականացնելու անհրաժեշտություն 2 տարի առաջ առաջացավ նաև Հայաստանի Հանրապետությունում եւ խորհրդարանում նման նախագիծ էր քննարկվում, որպեսզի նաև Հայաստանում լինի։ Արդյոք Հայաստանում դա անհրաժեշտություն է եւ ինչ կարող է փոխել մյուս երկրների օրենսդրությունների համար։
Գիտեք, Հայաստանում շատ ամոթ է, որ նույնիսկ մենք այդ հարցը քննարկում ենք, բայց ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ մարդիկ հավանաբար գիտեին, որ մենք հասնելու ենք այսօրվան, մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանում նույնիսկ պետական մակարդակով որոշ պաշտոնյաներ, գուցե ոչ ուղղակի կերպով, բայց անուղղակի կերպով հրաժարվում են հայոց ցեղասպանության գաղափարից, կարելի է ասել, հետևաբար հրաժարվելով հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, այսինքն եթե դու որպես հայ, ում նախնիներին ցեղասպանել է Թուրքիան, Օսմանյան պետությունը, եթե դու հրաժարվում ես այդ գաղափարից, ժխտում ես, որ առհասարակ տեղի է ունեցել նման ծանր հանցագործություն, ընդ որում նորից եմ կրկնում, պարտադիր չի, որ դու հայտարարես այդ մասին, որ տեղի չի ունեցել ցեղասպանություն։ Դու կարող ես փափուկ ուժի կիրառման տեսանկյունից քո խոսքերը ձևակերպել այնպես, որ դրանք պատմական իրադարձություններ են եւ դրանք կարելի է թողնել անցյալում, այսա ժխտողական քաղաքականություն է եւ նման պարագայում Հայաստանի Հանրապետությունում այո օրակարգային է, ես կարծում եմ ցեղասպանության ժխտման ցանկացած հայտարարություն քրեական պատասխանատվության արձագանքը որ պետք է լինի, ինչու նաև դուք հաշվի առեք, որ Օսմանյան պետությունը ներկայիս արդեն Թուրքիան բնականաբար ունի իր շահը, իր քաղաքական շահը եւ դա առաջ տանելու համար մենք Հայաստանում նույնպես ունենք բազմաթիվ ազդեցության գործակալներ, որոնք որ տարբեր ծրագրերի միջոցով կրթական կամ այլ միջոցառումների միջոցով փորձում են հայ հասարակության վրա հենց ազդեցություն ունենալ, գիտեք, աշխարհի ոչ մի պետության հետաքրքիր չէ հայոց ցեղասպանությունը կճանաչվի թե չէ, աշխարհի ոչ մի պետություն չունի այնքան այսպես ասած անհրաժեշտություն, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը, որքան մենք եւ որևէ պետություն մեր փոխարեն չի անելու այն, ինչը որ մեզ է անհրաժեշտ։ Եթե մենք լինելով հայ չենք պայքարում նման ապօրինի, անպատասխանատու, դավաճանական հայտարարությունների դեմ ու չենք պայքարում պետական ապարատի արձագանքի միջոցով, մենք ասում ենք այդ մարդկանց, որ ճիշտ է տեղի ունեցող գործընթացները, հետևաբար հասարակությունը արդեն իմունիտետ է ձեռք բերում, որ այո, հայոց ցեղասպանությունը կարելի է դիտարկել որպես պատմական փաստ եւ անցնել առաջ։ Այսինքն սա նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանում տեղի ունեցող գործընթացների պարագայում հայոց ցեղասպանության մոռացության մատնելը Հայաստանում ապրող հայ ժողովրդի եւ առհասարակ համասփյուր հայության համար անվտանգային առաջնային խնդիր է։ Սա պետք է լինի մեր պետության անվտանգության առաջնային օրակարգերից մեկը։ Տեսեք, ասում եք անվտանգության առաջնային օրակարգ, իշխանությունը հայտարարում է արտաքին գործերի նախարարի մակարդակով, վարչապետի մակարդակով, որ ցեղասպանությունը արտաքին քաղաքական առաջնային օրակարգերից չէ։ Սա որքանով է հետքայլ իրավական գործընթացների առումով եւ որքանով է հետքայլ այն պետությունների համար, ովքեր արդեն ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ժխտողականությունն են իրականացրել, ինչ իրավիճակի մեջ ենք դնում նաեւ այդ պետությունները։ Այդ պետություններին մենք որևէ իրավիճակի մեջ չենք դնում, ես ձեզ ասեմ։ Այդ պետությունները Թուրքիայի հետ շարունակում են ունենալ լավ դիվանագիտական հարաբերություններ եւ նման փաստաթղթերը, որոնք որ ընդունվել են տարբեր մակարդակներով կամ այդ հայտարարությունները, որոնք արվել են, շատ հանգիստ դրանք կարող են մոռացության մատնվել, որովհետեւ տվյալ պետությունները նորից եմ կրկնում, որևիցե ինչ որ անկյունակարային շահ չեն ունեցել դա իրականացնելու։ Նախ այդ պետություններին պետք է շնորհակալ լինել մշտապես, որ նաեւ որոշակի լարվածություն մտցնելով իրենց եւ Թուրքիայի հարաբերությունների մեջ նման հայտարարությամբ են հանդես եկել կամ նման փաստաթղթեր ունեն։ Ուստի այդ պետությունների հետ կապված ես չեմ կարծում, որ նրանք հետքայլի խնդիր ունեն։ Քրեականացնելով ժխտողական քաղաքականությունը որպես քաղաքակիրթ ազգեր, ընդ որում դա իրականացված է ոչ թե հայոց ցեղասպանության համար, այլ առհասարակ հաստատված այն ցեղասպանությունները, որոնք իրականացվել են եւ որոնք որ հաստատված են, այդ ցեղասպանությունների ժխտման համար է նախատեսված նման քրեական պատասխանատվությունը եւ որպես քաղաքակիրթ ազգեր կամ պետություններ իրենք իրենց հասարակության համար են, առողջ հասարակության համար են դա ընդունել եւ ոչ թե մեր։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, սա հետքայլ է։ Սա ոչ թե հետքայլ է, գիտեք, սա պարտադրված, ընդ որում ես վստահ եմ, պարտված պետության ղեկավարին պարտադրված սեփական անվտանգությունը զիջելու, սեփական
պետության կարևորագույն օրակարգային հարցերից հրաժարվելուն ուղղված գործընթացներ են, որոնք որևէ դիմադրության չեն արժանանում։ Այս է խնդիրը, որ մեր ներկայիս իշխող ղեկավարները որևէ դիմադրություն չեն ցուցաբերում նրանց այդ պահանջներին։ Ընդ որում ես ձեզ ասեմ, եթե դուք լսեք խոսույթը արտաքին գործերի նախարարության տարբեր ներկայացուցիչների կամ ներկայումս նաև վարչապետի, հայտարարությունները կանում են նրանում, որ չկան նախապայմաններ, այսինքն մենք Թուրքիայի հետ նախապայմաններով ճանապարհների ապաշարժափակման գործընթաց չենք իրականացնում, մինչդեռ ակնհայտորեն կան նախապայմաններ, սակայն դրանք չեն բարձրաձայնվում։ Ինչի են ասում, որ չկան նախապայմաններ, նախապայման չկա, որ Թուրքիան չի պահանջում իբրև թե իրենցից, որ օրակարգից դուրս գա հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան, վստահ եմ ես, պահանջել են Թուրքիայի տարբեր պետական պաշտոնյաներ, որ օրակարգային չի կարող դարձվել այս հարցը, դա պարզապես չի բարձրաձայնվում, քանի որ մեր ապաշնոր ղեկավարները իրենց կամքով, ինչպես տեսնում ենք, բոլոր գործընթացներով գնում են այդ ուղղությամբ, այսինքն կան հստակ նախապայմաններ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ընդ որում, որ նշում են մենք ձեզ խաղաղություն ենք բերել, այդ խաղաղությունը իրենք չեն բերել, իրենք եղել են պարտված պետության, պարտված ղեկավարներ եւ այս օրակարգը, որը որ կուզեք կոչեք խաղաղության օրակարգ, կուզեն կոչել նվաստացման օրակարգ կամ հաղթանակի օրակարգ, դա պարտադրված ճանապարհ է Հայաստանի Հանրապետությանը այս պայդրությամբ եւ իրենք էլ չունենալով այդքան եւ գիտելի եւ փորձառություն եւ լծակներ, բնականաբար իշխանական աթոռները պահելու համար շարունակում են այն գործընթացները, որոնք շահավետ են եւ Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ինչ պետք է արվի, որպեսզի թեման մնա միջազգային օրակարգում, հաշվի առնելով նաև քաղաքական այս իրավիճակը, երբ որ առաջնահերթություն չի ցեղասպանությունը։ Քաղաքական իրավիճակով պայմանավորված գուցե միջազգային հարթակներում շատ դժվար է պահել օրակարգային հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Մի ժամանակ դեսպանները դրա առաջնային օղակներն էին, հիմա դեսպանները վարվում են այնպես, ինչպես կառավարությունը հրահանգում է իրենց։ Դա միանշանակ այդպես է, բայց միայն պետության քաղաքականությունը չէ եւ միայն ներկայումս իշխող ղեկավարները չէ, որ կարող են որոշակի հարցերի վերաբերյալ այնպիսի դիրքորոշում ընդունեն, որ ամբողջ ազգը կամ համասփյուր հայությունը հետ կանգնի այդ մտքից։ Իրենք կարող են բացառապես պաշտոնական մակարդակներում, պետական մակարդակներում այդ հարցերի վերաբերյալ որոշակի ճնշումներ իրենց ներկայումս պաշտոնավարող անձանց վրա ունենալ, սակայն տեսեք, մենք ունենք Սփյուռք, մենք ունենք տարբեր միջազգային կենտրոններ, որոնք զբաղվում են ցեղասպանության գործընթացներով, ունենք ազգային տարբեր կառույցներ, որոնք որ մշտապես բարձրաձայնել են ցեղասպանության հետ կապված խնդիրները, օրակարգային են դարձրել եւ ինքներս մենք հայությունը մենք ինքներս անընդհատ պետք է նախ եւ առաջ օրակարգային դարձնենք այս հարցը եւ անդադար հնարավորություն չտանք ներկայումս պաշտոնավարող անձանց, մասնավորապես կառավարության ղեկավարին, որ նա մոռանա հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, այսինքն ինքը չպիտի ունենա հնարավորություն, նա միշտ պետք է գիտակցի, որ ամեն օր պետք է արթնանա այն Հայաստանում, որ հայությունը հասցեատեր է, հայությունը պահանջում է հայոց ցեղասպանության ճանաչում։ Եթե մենք ամեն օր օրակարգային դարձնենք այդ խնդիրը, դա չի կարող դառնալ, հասկանում եք, երկրորդական կամ առհասարակ դուրս գալ միջազգային հանրության ուշադրությունից։ Մեզանից է կախված։ Ես միայն պաշտոնյաներով չեմ կարող պայմանավորվել այս հանգամանքը։ Իհարկե, շատ կարևոր, շատ էական նշանակություն ունի պետության քաղաքականությունը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, թե ինչ են խոսում, ինչ են ասում տարբեր միջազգային հարթակներում կամ ինչպես են բանակցում տարբեր պետությունների հետ, բայց եթե ժողովուրդը, հայ ժողովուրդը պահանջատեր է, հավատացնում եմ ձեզ, աշխարհում ոչ մի պաշտոնյա չի կարող մեզ զրկել այդ իրավունքից, այդ պահանջից։ Շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր իրավաբան, ցեղասպանագետ Վարդուհի Սարգսյանը։ Մենք զրուցում էինք հայոց ցեղասպանության այս պահին առկա խնդիրների մասին, միջազգային ճանաչման գործընթացի եւ հատկապես Սփյուռքի դերի մասին։ Հայոց ցեղասպանությունը այն փաստն է, որը հնարավոր չէ չճանաչել կամ մոռանալ, եթե հայությունը շարունակում է պահանջատեր լինել։ Ձեզ հետ իրավաբանական կլինիկայում Աննա Ավետիսյանն էր։